Մի քանի րոպեում ոստիկանները քաշքշելով ցուցարարներին, հարվածելով լրագրողին բացեցին Երևան աշտարակ մայրուղին, որն այսօր վաղ առավոտյան քասախցիներն էին փակել մի պարզ պահանջով. ավտոբուս են ուզում, որ մայրուղուց իրենց գյուղ հասցնի։ Դուք ուժեղ եք, դուք բոլորդ կարող եք հասնել ձեր հարցի լուծմանը։ Ես ուզում եմ իմ 59-ը գա, որ ես նորմալ օգտվեմ։ Գյուղը երջանիկ էր, երբ մայրաքաղաքային 59 համարի տրանսպորտը սպասարկում էր քասախցիներին։ Վերջերս սակայն խնդիրներ առաջացան, երբ Երևանի հետ կապը սկսեցին ապահովել 3 տարի առաջ մարզային օպերատորի մրցույթում հաղթած Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները։ Այսօր էլ հենց մայրուղու վրա իրենց բողոքը հայտնող գյուղացիները փորձում էին պատկերավոր բացատրել, ինչպես է քասախը տուժել կառավարության տրանսպորտային բարեփոխումներից։ Բայց այս անգամ էլ բողոքի ձայնը ուժով լռեցվեց։ Հարգելի ոստիկաններ, մնացեք ձեր լիազորությունների ներքո։ Դուք իրավունք չունեք խոչընդոտելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու լիարժեք բողոքի ձայնը հայտնելու իրավունքից։ Իմանչափահաս որդին ինչ արել։ Միասին նույն մարդկանց հետ ում որ թվարկեցին համագյուղացին, նրանց հետ տարել են։ Չգիտեմ, ես ինչ են անում, ես ով են ես մարդիկ ընդհանրապես, ես երեխեքի համար են կանում, որ եկուց մյուս օր հանգիստ կանեն, հելեն էթան գան։ Սրիկայությունն է իրենց արած, այդքան բան։ Ոստիկանական գործողությունների հետևանքով 11 ցուցարար է բերման ենթարկվել, բայց այսքանով իրավապահները չբավարարվեցին։ Կարմիր բերետավորներից մեկը որոշեց, որ պետք է հարվածի ակցիան լուսաբանող 24 News-ի լրագրողին եւ խոչընդոտի նրա մասնագիտական աշխատանքը։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ոստիկանը աշխատանքից ազատվել է։ Իդեպ սա առաջին դեպքը չէ, որ այս ոստիկանը այսպիսի վարքագիծ է դրսևորում։ Իսկ քրեական գործ դեռ հարուցված չէ, չնայած վաղ առավոտից համացանցում տարածված կադրերին։ Քննչականից հայտնեցին, որ հաղորդում չեն ստացել։ Սա այդուհանդերձ միակ մտահոգիչ հատվածը չէր։ Ավիթին էլ նենց խփեցին գլխին, այդ ոստիկանը ֆիքսել են ովա։ Նույն ժողովուրդը չի, որ ընտրեց ամենամեծ պաշտոնյաներին կառավարության ու այս նույն ձևով։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ մեր հարցը, մեր խնդրանքը չեն կարող նույն ձևով անել։ Մինչև այս քաշքշոցը գյուղացիները փորձում էին ոստիկանական պատին բացատրել, ինչու են փողոց դուրս եկել, ինչու հնարավոր չեղավ մարզպետի հետ բանակցություններից հետո խաղաղվել, ինչու գեթ 1 պաշտոնյա այս տևական պայքարի ընթացքում այդպես էլ չեկավ ու չհետաքրքրվեց քասախցիներով։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը 10 օր առաջ էր խոստովանել, որ խնդրին լուծում չունի։ Դուք էլ կարող եք ականատես լինել։ 59 համարի տրանսպորտը հասնում է մինչև մեր համայնքի մուտքի մոտ։ Եվ դատարկ նորից պտտվում հետ է գնում։ Կարող ենք մենք հասկանալ, որ մեր համայնքին պատժում են դրա համար։ Ինչ է նշանակում համայնքի բնակիչը կարոտով նայի, որ իր տրանսպորտը գալիս ու ինքը չի կարողանում դրանից օգտվել։ Ում ենք հարգեր մուծում, տուրքեր մուծում ենք, որ մեր ավտոբուսը հելնի, գազել մտնի, մեկ կզած մանգան։ Ախր մեծ բան էլ չենք պահանջում։ Սաղ նստած մեկը չեք էստե։ Ինչ ենք պահանջում, ինչ ենք։ Հեսա մյուսთან ընտրությունները։ Կանից է գալուց է խնդրեք, ախպեր, արեք մեզ ձայն տվեք։ Մեկը տարեք հարգեք այս մարդկանց ախպեր։ Մի ամբողջ համայնքը։ Իդեպ, մայրուղու վրա այսօր պարեկներ էին նաև աշխատում։ Արագընթաց ճանապարհի վրա չկա գեթ 1 անցում, որ նույն քասախցին կարողանա հատել եւ օգտվել տրանսպորտից։ Բայց այսօր բացառիկ օր էր, բողոքի ցույց էր։ Այդ պատճառով թերևս Երևան աշտարակ մայրուղու վրա ոստիկանի պակաս չկար։